Բարև ձեզ, բարի ուշ երեկո, հարգելի հանրություն, ես այսօր որոշեցի ձեզ համար ամփոփեմ վերջերս սկսված, համեմատաբար վերջերս սկսված քաղաքական այդ հակամարտության, որը ընդունված է անվանել ներընդդիմադիր հակամարտության, այդ դրա քրոնոլոգիան, որպեսզի ձեր համար պարզ լինի նախ ինչի դա տեղի ունեցավ, մեծ հաշվով կարելի է նաև անվանել ինչի դա ես սկսեցի, որովհետև ըստ էության դա սկսվեց համենայն դեպս այս հրապարակային փուլը սկսվեց իմ 168 ժամի հարցազրույցից, երբ ես հրապարակային հնչեցրեցի հարց, խնդրեցի բարձրաբանել, թե որն է Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, ինչից հետո տեսակ ինչ տեղի ունեցավ, հայոյանքներ, ստեր, ստախոսություններ, մի խոսքով ամեն ինչ բացի այդ հարցի պատասխանից։ Առ այս պահը այդ հարցի պատասխանը ոչ մեկ չի կարողացել տալ, թե որն է Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, իսկ այդ հարցը շատ կարևոր է, իրականում կարևոր է, հիմա կբացատրեմ ինչու, նաև այդ բոլոր հարցերի պատասխանը հիմա կտամ։ Այս պայդրությամբ համենայն դեպս իմի բերելով այդ փոքրաթիվ այդ բայց ագրեսիվ մարդկանց հայհոյանքները հանելով բան եւ այլն մենք հասկանում ենք որ Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը դա մոտ 18 ակտիվիստներ են սոցցանցերում ովքեր կատաղի ինչ որ եւ ագրեսիվ հարձակվում են տարբեր բոլոր մարդկանց վրա ովքեր բացի Ռոբերտ Քոչարյանից որևէ մեկ այլ գործչի հարցազրույց կնային կամ բան անեն իրանք ամեն օր իրանց օրը սկսում է տենց քֆուր, սրան քֆուր, նրան վատ բան, նրան ման դնել, նրան բան, վերջում մեր փրկիչը Ռոբերտ Քոչարյանն է, այդ Telegram կանալներ կան, որոնք մասնագիտացած են դրա վրա։ Այդ 18 ակտիվիստն են։ Իրականում դրանք որովիցե բան չփոխող մարդիկ են։ Այդ 18 կատաղած քֆուր տվողների մի մասը, հիմնական մասը Հայաստանում էլ չի գտնվում։ Գտնվում է Մոսկվայում, գտնվում է Լոս Անջելեսում, այսինքն իրանք հստակ մեր երկրում քաղաքական process-ների վրա ազդեցության բացի այդ քֆուր գրելուց ինչ-որ որևիցե այլ մեխանիզմ ըստ էության չունի։ Հետևաբար մի քիչ դժվար է այդ 18 մարդուն համարել ակտիվիստ, նո այդ 18 մարդու մեջ նաև մտնում են այն մարդիկ, ովքեր այս ընթացքում հերթով եկան TV5-ում ինչ-որ տարբեր հարցազրույցներ տվեցին, դրանք այդ 18-ի մեջ են։ Այդ մարդիկ էլ ընդհանուր այդ ամբողջությունը այդ մարդկանց 18 հոգի են։ Դրանցից մի մասը Հայաստանում չի, Հայաստանի քաղաքացի էլ չի, ինչ-որ հետ բալզակյան տարիքի կանայք են, մի խոսքով ընդհանուր առմամբ գիտեմ նույնիսկ ոնց են հավաքագրվել, այնտեղ մի հատ կին կա, որ Մոսկվայում ապրում եւ թուրքական արտադրության վենտիլյատորների ֆիրմայում աշխատում, դա նույնիսկ տենց պերսոնաժներ կան, էական չի, համենայնպես նրանց թիվը 18 է, ես 19-րդին չկարողացա ճարել ես ընթացքում, դրանց մի մասը ասում եմ, եկան, հարցազրույցներ տվեցին, տարբեր ստեր ասեցին, հարցազրույցների ընթացքում, ընդ որում այս կողմից միշտ լսվել է սուտ, այն մյուս կողմից երբեք ոչ մի անգամ սուտ չի լսվել։ Մենք կարող ենք համաձայնվել կամ չհամաձայնվել, ենթադրենք Արմեն Աշոտյանի խոսքեր, բայց համենայն դեպս անհնար է մեղադրել Արմեն Աշոտյանի խոսքում որևիցե սուտ բան գտնել։ Իսկ այս կողմից անընդհատ ինչ-որ ստեր են գեներացվում, ինչ-որ տես մարդիկ, որոնք ոչ կոմպետենտ են, գալիս են ինչ-որ լուրջ դեմքով վերամբարձ հայտարարություններ են անում, ինչ-որ $300,000 բյուջե, պետական բյուջե ունեցող Հայաստանի մասին են խոսում, տենց մի խոսքով ստիքը ստեր են ասում, ու նրանք հերկվում են։ Հետևաբար դա ռեսուրս չի, դա չի կարող համարվել ռեսուրս։ Հաջորդ ռեսուրսը դա դոլար անդոնահայտնի, որը մինչև այս վերջերս, նույնիսկ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանի շրջապատից հերքում են, որ դոլար անդոյի հետ որից է կապ ունեն, սակայն գնալով ավելի դժվար է լումը հերքել, դոլար անդոն մի հատ տենց երևույթ է, որը բոլոր քաղաքական process-ների մեջ սիրում է փող։ Ինքը տենց փողով մտնում է process-ների մեջ, փողը տալիս են, ինքը տենց քրվում է X մարդուն, ու իրան փող են տվել այս ընթացքում համարյա բոլորը։ Ես դες պատմել եմ այդ մասին։ Տաշիրի Սամվել Կարապետյանն էլ է փող տվել, Սորոսն էլ է տվել, Գագիկ Ծառուկյանն էլ է տվել,
Արմեն Թավադյանն էլ տվել Ռոբերտ Քոչարյանի մտերիմ, ենթադրում եմ, վստահ չեմ, փաստ չունեմ, բայց ենթադրում եմ նաև Ռոբերտ Քոչարյանն էլ տված կլինի։ Իսկ ինքը մարդա, որ տարբեր տեղերից փող ավերցնում, սրանից փող ավերցում նրա վրա հաչալու համար, նրանից նրա վրա հաչել, sense մարդ է ինքը, իր մասնագիտությունն է, մենք այդտեղ բացարձակ խնդիր չենք տեսնում, մինչև այնքան ժամանակ, քանի ինքը չի հայտարարում, որ ինքը մեր բոլորի առաջնորդն է։ Ամեն մարդ ինքը իր ձևով է իր հացի փողը աշխատում, ինքն է որոշում։ Մենք այստեղ դատապարտելի ոչ մի բան չունենք։ Հա, մի քանի 1-2, այսպես իբր չեզոք դիրքավորված վերլուծաբաններ, որոնք այս ընթացքում, այս ամբողջ process-ի ընթացքում, այսպես ասած, պալիտ եղան, որտեղից են իրանք սնվում, այդքան էլ չեզոք չէին պարզվեց։ Եվ մեկ լուսանկար 2021 թվականի միտինգից, այսինքն 4 տարի առաջ տեղի ունեցած միտինգից մի հատ լուսանկար է ցույց են տալիս, ասում են սա է Քոչարյանի ռեսուրսը։ Այս մի քիչ ավելի զավեշտալի է, որովհետև այդ լուսանկարը, դա ցույցի լուսանկարն է Հայտնի Հանրապետության հրապարակի բազմամարդ ցույց է, չնայած դրանից մի քանի անգամ ավելի բազմամարդ եղավ Սրբազան շարժման մայիսի 9-ի ցույցը, հարցը դա չի։ Ենթադրաբար եթե դա Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը, ուրեմն կարելի է փաստել, որ Սրբազանը շատ ավելի մեծ ռեսուրս ունի Ռոբերտ Քոչարյանից։ Այստեղ զավեշտական է, որ այդ ցույցին ես էլ կամ, այսինքն այդ իմ լուսանկարներն է, էլի, ես այդ ցույցին մասնակցությունս ցուցաբերել եմ, այդ ֆոտոները մինչև հիմա իմ Facebook-յան պատին դրած են, որ ես այդ ցույցին եղել եմ մեր վետոյի սա ժողովրդի հետ։ Այնպես որ ինձ ցույց են տալի իմ լուսանկարը, ասում են, այս սա է Ռոբերտ Քոչարյանի ռեսուրսը։ Okay։ Այսքանից դուրս ոչ մեկ ոչ մի ռեսուրս ինձ չներկայացրեց։ Ինչի համար սա սկսվեց, հա, մի երկու բառով ներկայացնեմ քրոնոլոգիան այս ամեն ինչի, այս հակամարտության, որտեղ մարդկանց թվում է, որ դա ինչ-որ նոր հրահրված ինչ-որ վիճակ է, բայց դա ամենևին այդպես չի։ Ես ձեզ սաղ կպատմեմ եւ կասեմ ինչի ես դա դարձեցի հանրային, դուք որոշեք, եթե ինձ մեղադրում եք, որ ես ինչ-որ վատ բան եմ արել, ես ձեն չեմ հանի, կասեմ օքեյ, բայց ամբողջ փաստերի շարքը փորձեմ ձեզ ներկայացնել։ Ուրեմն մինչև 2018 թվականը, այսինքն Սերժ Սարգսյանի իշխանավորման 10 տարիներ, այդ ընթացքում ես նաև բավական բարձր պաշտոն եմ զբաղեցրել եւ որոշակի մանրամասներով տեղյակ եմ իշխանության, այսպես ասեմ, միջանցքային շատ երևույթներից ու դրսևորումներից։ Մինչև 2018 թվականը, 2008-ից 18, այսինքն այդ 10 տարվա ընթացքում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից եղել են մի քանի հրապարակային անհամաձայնություններ գործող իշխանության, այսինքն Սերժ Սարգսյանի հետ, եւ եղել են նաեւ բազմաթիվ ոչ հրապարակային դրսևորումներ։ Հիմա դրանց շատ մանրամասն չեմ անդրադառնա, դրանք այս պայդրությամբ հին անցած գնացած բաներ են, բայց եթե բանը հասնի դրան, ես կանդրադառնամ դրանց անուններով, գործող անձանցով եւ ամեն ինչով, այսինքն այդ ամեն ինչը եղել է իմ աչքի առաջ նաեւ։ 2008-ից 18, այսինքն մինչև հեղափոխություն, այդ արանքում Ռոբերտ Քոչարյանի կողմից լինում են բազմաթիվ, դրանք փաստային տեսք ունեն, բազմաթիվ միջամտություն չասեմ, դրսևորումներ հրապարակային անհամաձայնության, իսկ այս կողմից ոչ մի հատ չի լինում, ոչ մի որևիցե փաստ մի հատիկ անգամ չկա իշխանության կողմից Սերժ Սարգսյանի կամ Հանրապետական կուսակցության կամ իշխանության ներկայացուցիչների կողմից որևիցե փաստ, որ իրանք ինչ-որ, չգիտեմ, վատ բան են ասել Ռոբերտ Քոչարյանին կամ Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ իրան ոչ այնքան կոմֆորտնի ազգացել այդ 10 տարի ընթացքում։ Չի եղել։ Այսինքն այս կողմից եղել են հարվածներ, այս կողմից չի եղել հարվածներ, այդ հարվածները միշտ լուր լռելային տարվել են։ 2018 թվականին երկրորդ արդեն հեղափոխությունը երբ որ եղավ, երկրորդ նախագահի ձերբակալությունից հետո, կրկնում եմ, ոչ թե հեղափոխությունից հետո, ոչ, երկրորդ նախագահի ձերբակալությունից հետո այդ տարաձայնությունները մի կողմ դրվեցին, այդ միակողմանի տարաձայնությունները, որոնք այն մի կողմ դրվեցին, որովհետև կար ձերբակալված նախագահ, ընդ որում Ռոբերտ Քոչարյանը բացարձակ որևէ հանրային աջակցություն չուներ, այդ մասին նաև իրանք էլ են խոսում, դա իհարկե անհնար է բան անել մերժել, то есть այս պահին չընդունել, որ դա տենց է Ռոբերտ Քոչարյանը ձերբակալության պահին չուներ
որևէ հանրային աջակցություն, այսինքն իր դատերին, իր ձերբակալման կալանքի դատերին ոչ մեկ բարիս բուն իմաստով դուրս չէր գալիս պայքարելու համար։ Դրա դատերի ժամանակ սկզբնական շրջանում դուրս էին գալիս հիմնականում հարազատ բարեկամի շուտ այս աֆիլիացված մարդիկ եւ հիմնականում ՀԿ-ի հանրապետական կուսակցության գործիչներ։ Ես էլ եմ ընդեղ եղել, տեսել եմ Շարմազանովին էլ եմ տեսել, նաև կարծեմ մի անգամ Տարոն Մարգարյանին էլ եմ տեսել, ինձ համար ծանոթ եւ անծանոթ լիքը մարդկանց, կարծեմ եթե կարող է հիշողությունս իջնում Մամիջանյան Հայկին էլ եմ ընդեղ տեսել, ու լիքը այսօրվա նաև Երիթևի հանրապետական ներկայացուցիչներ շատ, որոնք այս պահին քարկոծվում են Ռոբերտ Քոչարյանի կողմից ինչ-որ սոտեր է ասվում։ Այդ մարդիկ բոլորը սկզբնական շրջանում մի կողմ թողնելով, որ նախորդ ժամանակահատվածում իրանց կուսակցությունը հետ Ռոբերտ Քոչարյանը ունեցել է անհամաձայնություններ, իրանք եկան բան։ Այս պահին մի հատ բան ասեմ, սահմանադրական հանրակրվեի մասին անդադ ինչ-որ խոսք գնում, որ տիպը սահմանադրական հանրակրվեին սաղ դեմ էին, բայց ինչ-որ այդ ժամանակ իշխանությունը փորձեց բրդելով անցկացնել։ Սահմանադրական հանրակրվեի այս պարլամենտական կարգի անցման ֆլագմանը, ասեմ ձեզ, տեղյակ պահեմ, դա հայ հեղափոխական դաշնակցությունն է եղել, եթե հայ հեղափոխական դաշնակցությունից այդ մասին կհերքեն, ես մի հատ տեսանյութ կդնեմ Արմենուհի Գյուլերյանի ելույթը այն մասին, ոնց է ինքը պատմում, որ դա Վահան Հովհաննիսյանի պայքարի բանն է եղել, հիմնական ուղղությունն է եղել Հայաստանը դարձնել պարլամենտական ընտրություն, ընդհանրապես որ դա դաշնակցության ցանկությունն է, որ դա դաժե ուշացած է եղել, դա 18 թվի ելույթի մասին է խոսքը, որ Վահան Հովհաննիսյանը նախագահական ընտրություններին թեկնածություններ դրել այն նպատակով, որպեսզի Հայաստանը դարձնի պարլամենտական երկիր եւ այլ, որ մեր բոլոր խնդիրները կիսանախագահական կառավարման համակարգից են գալի։ Այսօր ուզում ասեմ այդ առումով էլ խնդիր կա։ Այսօր այդ ինչ-որ մարդիկ, ովքեր աֆիլիացվում են Հայաստան դաշինքի հետ, պնդում են, որ իրանք միշտ դեմ են եղել, լրիվ մեր խնդիրները պարլամենտական համակարգից է, իրանք միշտ դեմ են եղել եւ այլն, ուզում ասեմ այդ առումով իշխանությունը մենակ չի եղել, բազմաթիվ քաղաքական ուժեր ողջունել են պարլամենտական համակարգի ներդրումը Հայաստանում, ես էլ եմ ասում, գնահատական չեմ տալիս ճիշտ, սխալ, լավ, վատ, այդ մասով չեմ ասում։ Ես փաստերն եմ բերում, թե ովքեր ինչ են այդ ժամանակ արել։ Մի խոսքով, H.F. 2018 թվականից հետո նոր արդեն սկսվեց գեներացվել Ռոբերտ Քոչարյանի շուրջ ինչ-որ համախոհների փոքրիկ, բայց կայուն եւ արդյունավետ է, ընդունում եմ ինչ-որ մի խումբ։ Այդ խմբի հետ շատ լավ արդյունավետ կոոպերացիայով աշխատեց ամբողջ ընդդիմությունը, այսինքն ամբողջ ընդդիմությունը կոոպերացիայով աշխատում էր 2018-2021 թվականները։ Վետոն սահմանադրական դատարանի դիմաց ցույց էր կազմակերպում, որին ակտիվ մասնակցեցին այդ ժամանակ մոտ 50 Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ։ Ես այդ մոտ 50-ի կարգի ես հիշում եմ։ Մենք էլ մասնակցել ենք վետոյի շարժման շրջանակներում, մասնակցել ենք բոլոր այն հրապարակային միջոցառումներին, որի մասին իմացել ենք, որոնք կազմակերպում էին ընդհանրենք բոլորը։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դաշնակցության ցույցերին են գնացել, մասնակցել Քոչարյանի ցույցերին ենք մասնակցել, հանրապետականի ինչ որ եթե կազմակերպել է հիմա անկեղծ ասած չեմ հիշում, իմ հիշելով հանրապետականը ոչ մի չի կազմակերպել, բայց եթե կազմակերպել էլի մենք կմասնակցենք։ Ու հանրապետականից էլ էին մասնակցում, այսինքն սա sense բոլոր իրար հետ թողել էին մի կողմ, այդ որ 10 տարի Ռոբերտ Քոչարյանի կողմից այդ ուղղությունից եկել էր հարվածներ, դա թողել էին մի կողմ ու sense ուսուսի տված կռվում էին ընդհանուր չարիքի դեմ։ Դա մինչև 2021 թվականը տեղի ունեցավ, Ժողովուրդ ջան, այս պահից սկսում եմ, խնդրում եմ ավելի ուշադիր եղեք, որովհետև 2020 թվականի պատերազմից հետո արդեն փողոցային շարժում կար, պայքար կար, որը իհարկե ալիքաձև էր գնում, շատանում էին մարդիկ, չանում էին, բայց կար քաղաքական ճգնաժամ։ Հիշացնեմ այդ ժամանակ հայտնի գենշտաբի հայտարարություն եղավ, բազմահազար, տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին Բարոմյան պողոտայում, այդ օրվա ցույցին էլի ես ինչպես բոլոր ցույցերին մասնակցել եմ,
Այդ որում դա ամեն ինչը զուգորդվում էր տոտալ ձերբակալություններով, նաև իմ ընկերներից շատ մարդիկ ձերբակալված էին, մեզ էին ձերբակալում, ինձ արդեն 2 անգամ այդ ընթացքում ձերբակալել էին, բուժում ասեմ բավական ակտիվ համ իշխանության կողմից կռիվ էր գնում, համ ընդդիմությունը փողոցեր գերերացել եւ այլն, մինչեւ որ իրավիճակը կտրուկ փոխվեց 2021 թվականի սկզբին, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ամբողջ ընդդիմադիր դաշտին դեմ գնալով փոխեց պայքարի հունը, այդ պայքարը փողոցից տեղափոխելով ընտրություններ, հայտարարելով կրելու եմ։ Ընդ որում որևիցե կերպ կրելու եմը չհիմնավորվեց։ Ի հաստատումն որևիցե, այդպես էլ որևիցե փաստարկով չհիմնավորված կրելու եմ կոչին, այսինքն որ մարդը ենել այդ ստատուսի կրող 10 տարի նախագահ եղած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահն է կարծեմ, թե երկրորդ չեմ հիշում, մի խոսքով, նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ ընտրված, աշխատած, Հայաստանի Հանրապետությունում 2 անգամ նախագահ ընտրված, մեծ կենսափորձ ունեցող, մեծ background ունեցող մարդը հայտարարում որ կրելու եմ, ենթադրում է, որ ինչ-որ հիմքեր ունի, որովհետև այդ ամեն ինչ ինքը դնում է, այսպես ասած, խաղասեղանին, հա, իր ամբողջ հեղինակությունը։ Բայց այդպես էլ որևիցե փաստարկով, սա ընդունեք որպես հայտարարություն, եթե որևիցե միտեղ կտեսնեք որևիցե փաստարկ, որը Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ բացատրել է թե խի է ինքը կրելու, ինչի հիման վրա է այդ հայտարարությունը անում, խնդրում եմ բերեք կողեք աշկս։ Տենց բացատրություն չէ, ասա կրելու եմ, ու վсё։ Դες մտել ենք պայքարի մեջ։ Նու իրանք, այդ թվում նաև մենք։ Քոչարյանի բազմաթիվ արդեն այդ օրերին բազմաթիվ ադեպտները մանտրայի պես կրկնում էին այն սուտը, որպեսզի հիմնավորվի, հա, խիակ կրելու Քոչարյանը, որ իբր Ռոբերտ Քոչարյանը Պուտինի մոտիկ ընկերն է, ու Պուտինը խոստացել է Քոչարյանին օգնել ընտրություններով իշխանապողություն իրականացնել Հայաստանում։ Այս էր միակ հիմնավորումը, ժողովուրդ։ Այս դրա մասին է, որ սա դες տակից խոսում եմ, բայց ոչ մեկ հրապարակային չի ասում։ Ես դա ասում եմ, այո, 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի արդեն դե որ ինքը ասել է կրելու եմ, լիքը մարդ արդեն հավատացել էր, արդեն լիքը մարդ համախմբվել էր, այդ շատ մարդ։ Այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ուներ շատ մեծ մարդկային ռեսուրս։ Ես դա անհնար է դա չֆիքսել, որտեվ լիքը մարդ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել կրելու եմ, տակից էլ ասում են, ասա Պուտինի ինգերն ախպեր կրելու է, գալիս էին, որ ամեն մեկը իր հիմնական մասը լավ ասեմ, իր քարը կպցներ այդ կրելուից։ Ես պարզ ձեզ ասում եմ, ժողովուրդ ջան, չգիտեմ, ինչի մինչև հիմա ձեզ այդ սաղ չի պատմվածվել այս ամեն ինչը։ Հա, ու ձևավորվեց բավական այսպես ալիքային մեծ մի հատ ինչ-որ բան, ասենց աջակցության ինչ-որ շարժում Ռոբերտ Քոչարյանի շուրջ ու մարդիկ տենց բան էին անում, կրում էին բոլորին։ Տենց հա, ամեն օր պատերին գրում էին։ Ինձ էլ են մոտեցել, ինձ 100 անգամ եկել են ասել են ախպեր ընդ Պուտինն ասեք կրի, դիր կկրեմ, կօգնեմ, բան շոսենց բաներ։ Այդ միֆը եկավ հաստատելու, այդ միֆը աճացվեց նաև հայտնի Պոզների մոտ հյուր գնալու Ռոբերտ Քոչարյանի կողմից հյուր գնալու այդ պահը, հա, գնաց Պոզների մոտ հյուր, ահա, վсё, Պուտինը ընդ ասել է Պոզներին, կանչի մոտը հյուր, բան սենց։ Ինձ 100 մարդ եկել այդ ամեն ինչը ասել է։ Ընդ որում ես ճանաչում եմ լիքը մարդ, որ վստահել, որ ինքը սա Ռոբերտ Քոչարյանը կրում է, ինքը ենթադրենք, այսինչ մարզպետն է դառնալու, այսինչ փոխմարզպետ, այսինչ փոխնախարար, արդեն սենց սաղ տենց տեղավորված էին, ինձ էլ նայում էին, այն որ տիպը այ հարիվ, մի բան է դու կպցնեիր քո համար դեմքով։ Ես ապրիլին հայտարարեցի, երբ որ Քոչարյանը հայտարարեց կրելու եմ ու գնաց ընտրական process, այդ հայտարարությունը Facebook-ում դրած է 21 թվին հայտարարեցի, որ ընտրություններին գնալը սխալ է, ես չեմ մասնակցելու ընտրություններին տեխնացուի կարգավիճակում որևիցե ցուցակում, իսկ առաջարկներ այո եղել են, տենց ասեմ ձեզ։ Համենայնդեպս ակնարկներ, չեմ թողել հասնի առաջարկի։ Ու ես քաշվեցի մի կողմ, ասի ես չեմ խանգարի, եթե ինչ-որ բան պետք է լինի, ասեք, կօգնեմ, չեմ խանգարի, ախպեր, կրեք, կրելու եք, կրեք։ Ու այդ նույն մարդիկ կապած, որպեսզի իրենց նվիրվածությունը ցույց տան ապագա
իշխանությանը ամեն օր հիշում եք այդ հիմարագույն թեզը, ցավով եմ ասում հիմարագույն, որտեղ այդ դրան մասնակցում էր լիքը չափահաս մարդ, այն որ մնաց այսքան օր գրում էին Facebook-ում, կրելու ենք մնաց 23 օր մեր հաղթանակին, մնաց 21 օր, 14 օր, այսքան բան, ասես բաներ էին դնում։ Հիմա ասում են, որ մենք եթե ասել էինք, որ տենց որ վստահ լինեինք, որ կրելու ենք ինչ-որ հո չենք ասի, չենք, բա Ժորժ ջան, եթե տենց լավ բան եք արել, եթե չեք խաբել այս մարդկանց հանրությանը, բախի հանեցիք ձեր այդ գրառումները Facebook-ից։ Մի հատ դեղի համար չկա այդ տոտալ գրում էին, մնաց այսքան օր, մնա մի հատ չի մնացել, մի հատիկ միտեղ այդ ստատուսներից չկա, սաղ ընտրությունների հաջորդ օրը, դաժե գիշերը ընտրությունների հանին վերացրեցին այդ ստատուսները։ Իհարկե, բնականաբար հասկանում են, չէ՞, որ ինչ-որ միտեղ սկրիների տեսքով դա պահպանված է։ Այդ բոլորի հետ մնաց այսքան օր, որովհետև ինքը այնքան զվարճալի էր այդ պահին արդեն։ Եվ այդ ամեն ինչի ավարտին, երբ որ արդեն մնաց այսքան օրը պրծավ ընտրությունները ավարտվեցին, հաջորդ օրը պարզվեց սա պարտվել են, ես հիշում եմ Արտուր Դանիելյանը ստատուս գրեց, անցավ 1 օր, ծաղրելով, ենթադրում եմ, ես շատ հավանում եմ Արտուր Դանիելյանի հումորը, այդ առումով դաժե ես էլ լայքել եմ, շատ կայֆոտ բան գրեց Արտուր Դանիելյանը, այդտենց խաբվեցին դուք Ժորժը, այդ էր այդ մեծ սուտը, որ տիպը հեսա լավ ալնելու բան, թե ինչի էդ ասվավ, ինչի էդի փողոցը բերեցին բան, ընտրություններ, ինչի հետընտրական process չեղավ, եթե կեղծվել էին ընտրությունները, եթե իշխանությունը ինչ-որ ձևով ազդել էր այդ ընտրությունների վրա, իսկ զազորը նենց էր, որ իշխանությունը 1-2 ձայն էս կոմենքում կարող զրկվեր սահմանադրական մեծամասնության կարգավիճակից, այսինքն հնարավորություն կար այդ ամեն ինչը պայքարի կամ բանի վերացելու, որը չեղավ։ Մարդը, որ ֆավորիտ տեխնացու էր, ընդդիմության ինքը առաջադրվել էր, իր ամբողջ հեղինակությունը դրել էր սեղանին եւ մտել էր ընտրապայքարի մեջ, որևէ կերպ հետընտրական process չգեներացրեց, ինքը դες համակերպվեց, որ կրվեց ու դες սավ ցրվանք տներով։ Սենց եղավ 2021 թվականը։ 2021 թվականից մինչև հիմա, որտեղ եթե դու վերցրել ես ընդդիմադիր լիդերի ծանր թիկնոցը, դու ինչ-որ գործողություններ պետք է անես, հա 2021 թվականից մինչև հիմա առաջին մի տարում 2 կարծեմ ասուլիս տրվեց եւ հենց իրանք են ասում, վերջի 3 տարում Քոչարյանը չի խոսացել, բայց կներեք ինչի համար չի խոսացել։ Այսինքն կարողա պետքա խոսար, կարողա պետք է ինչ-որ գործողություններ աներ։ Ես չգիտեմ։ Ռոբերտ Քոչարյանը չի խոսել նաև Արցախի այդ խայտարակ հանձնման ժամանակ, երբ որ դոլար անդոն իր հետ կապ չունեցող, բայց իր հետ անդադ հանդիպող դոլար անդոն հելել էր, ասում էր առաջնորդություն եմ, ես առաջնորդն եմ, բան եկեք Ժողովուրդ ջան, ձեզ հանել էր, ձեզ մաներ տալի փողոցներով, հետո թռավ գորիս։ Ռոբերտ Քոչարյանը Արցախի հանձնման ամենածանր պահին խոսացել է մի անգամ սեպտեմբերի 20-ին 23 թվականի, երբ որ մի հատ հիմարագույն մի հատ ինչ-որ աուդիո ֆայլ էր տարածվել, որտեղ որ ակնհայտ ֆեյք էր էլի, իր մասով վատ բան էին տարածել, ինքը տենց հայտարարություն տարածեց, հերքեց։ Ենթադրում եմ Ռոբերտ Քոչարյանը մտածել է, որ այդ պահին, երբ որ Արցախը հանձնում էին, երբ որ թուրքերը հարձակվել էին, բան հանրության ամենահուզող հարցը, այդ fake audio ֆայլի, որտեղ իր ձայնը նմանակելով ինչ-որ հիմարություններ էին արել, այդ ֆայլի մասին մարդկանց ինչ-որ տեսակետ հայտնելա։ Էսա է եղել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, դրանից հետո տոտալ լռություն, որը այսօր ինչ-որ տենց հպարտորեն ասվում է, որ մենք այսքան ժամանակ Քոչարյանը այսքան ժամանակ լուռ էր, դուք հելնեիք ինչ-որ բան անեք, նախ ես բանտում էի այդ ժամանակ, որ լուռ էր Քոչարյանը, 1 տարի բանտում եմ անցկացրել։ Միգուցե նաև ոչ արդյունավետ առաջնորդության պատճառով եմ անցկացրել բանտում, չգիտեմ։ 1 Երկրորդ հերթին ինչ անշանակում, մարդը ընտրությունների բերան եկավ, ասեց ես եմ սաղիկ առաջնորդը, հետո գնաց տուն, հետո եկավ, ասում է ես սուս էի մնում, տենամ հələ ով, բան ինչ-որ sense բան էր։ Ինչ-որ ոչ իմ կարծիքով այդքան էլ ծանրակաշիռ բան է, հա, մոտեցումը։
Ընտրություններում այդ 21 թվականի խայտառակ պարտությունից հետո անհրաժեշտ էր այդ նույն ադեպտներին, որոնց ասվել էր, որ հեսա ասած է մեր համար ախպեր, այնտեղ Ռուսաստանից գալու են, սաղ լուծեն հարցերը, այդպես բաներ չէ, ասված։ Այդ մարդիկ իրոք անկեղծ հավատացել էին։ Ու իմ մոտ տպավորությունը ինչ որ պահի նաև այդ դրան հավատացել էին այդ բանը գեներացնող մարդիկ, էլի։ Այդ ադեպտներին պետք է բացատրել, թե ինչի Պուտինի ինգերը ունենալով այդպիսի հզոր աջակցություն, այդպես խայտառակ պարտություն կրեց, արդյունքում փոշիացնելով նաև փողոցային պայքարի հնարավորություններ։ Այդ սա պետք է բացատրվեր, չէ՞, բայց ախպեր կրելու են կրել, այդ մարդիկ ոգևորված դնում են իրոք սրտանց հավատում էին, որ կրելու են, ու մեկ էլ կրվան ախպեր։ Բայց պետք է բացատրվի, չէ՞, այդ մարդկանց։ Այդտեղ հորինվեց երկրորդ սուտը, արդեն որ այդ 2021 թվականից արդեն սկսեց արգրեսիվ կերպով գեներացվել այն սուտը, որ Քոչարյանի հաղթանակին 2021 թվականի սիրելի երեխաներ խանգարեցին ՀՀԿ-ն եւ Սերժ Սարգսյանին։ Այդ խուլ ատելությունը, այն որ ախպեր դե մենք կկրեինք, բայց դե ինչ որ Նիկոլն ու Սերժը իրար հետ էին, Խեղճ Քոչարյանը այնտեղ մի քանի մասի էր, բաժանվել ուզում էր կրեր, բան, սաղի դեմ էր պայքարում, չէ՞, ասես մի հատ հորինվածք գցեցին մեյդան, այդ հորինվածքը հələ էլի ջանդամ կարար լինել, հենց մեկ է ընդհանուր առմամբ։ Դե ով ինչ կանի ում դեմ կպայքարի, բացարձակ մեկ է։ Այդ հորինվածքը խանգարեց 2021 թվականից մինչև առեսօր ընդդիմության միասնականության, այն միասնականության, այն որ ով չի ալարում, ով տեղից չի ալարում, հելում է, ասում է բանը պետք է ընդդիմությունը միասնական լինի, տարաձայնությունները մի թողեք մի կողմ, լուրջ է ասում, ախպեր ինչ տարաձայնություն։ Տարաձայնությունները կոնկրետ մի տեղից գեներացվում են, սնվում են, դուրս են գալիս Telegram-յան ալիքներ, Facebook-ներում քչքչոցներ, հայհոյանքներ, ինչ-որ sense բաներ են դառնում այդ տարաձայնությունները։ Ընդդիմության միասնականությունը արդեն 21 թվականից հետո ամբողջությամբ բացառվում էր։ Ընդդիմությունը ձևացրել է հարգելի հանրություն ձեր համար, որ ինքը յանը միասնական է, այն որ տենց ընտանիքներ են ելում, որ բաժանված են ելում մարդուկնի, բայց երեխեքի խաթր տենց ինչ-որ իրար են ապրում, որ հարևանների բանով տենց յանի իրար հետ են, հետո մի պարզվում է տենց ինչ-որ մի հասնում է ինչ-որ կետի բաժանվում են, սա զարմանում եմ, նախ ինչ լավ զույգ են, խի բաժանված։ Լավ զույգ չէին, Ժորժ ջան։ Իրանք բոլորով ձեզ էին խափում, բոլորով խափում էին հանրությանը, որ իրենք միասնական են։ Ձեզ որ ասում էին դուրս եկեք փողոց զարթնի, լավ մարտնի, եսին ինչ, այդ ժամանակ իրանք իրար հետ ունեին հարց, այդ ժամանակ դուք կարեք ֆռեք, ասեք ախպեր, մի հատ էլ դուք ձեր մեջ, մի հատ էլ հասկացեք։ Նոր մեզ հանեք դուրս։ Եվ այդ ամեն ինչը անընդհատ վերածվում էր հերթական բաների այդ զբոսանքների միշտ է տենց եղել չեմ առանձնացնում ոչ մի շարժում լուրջ եմ ասում չեմ ուզում անուններ տամ որովհետև ամեն ինչի արդյունքում եղել է ձևական միասնությունը տակից իրար փրթել է այս ինչ դուք հիմա տեսնում եք հրապարակային այդ ամեն ինչը եղել է ոչ հրապարակային բայց այդքան կատաղի ոնց որ հիմա կա ես դա հանեցի հանրային սարքեցի որովհետև կարծում եմ արդար է ճիշտ է եւ իրավաչափ է որ դուք այդ ամեն ինչի մասին իմանաք ես կարծում եմ որ այդ գոյություն ունեցող միասնությունը բացի թույնից բացի թունավորումից ոչ մի լավ բան չէր տալի հանրությանը այդ իրար գզոցիները բան է դե եկանք հասանք ինչ-որ մի պահի երբ որ Ռոբերտ Քոչարյանը արդեն բացահայտ ես դրել եմ սկրինը իր այդ աֆիլիացված ալիքները բացահայտ ասում են որ պետքա ոչինչ բան չանել պետքա սպասել 2026-ին նստել տունը սպասել 2026-ին ինչի է դա արվում ես ձեզ բազմիցս անգամ ասել եմ որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց որ 2026-ի ընտրություններին է գնում սպասելու դա հերքել են փորձել են հերքել տարբեր Քոչարյանի տարբեր աջակիցներ եթերներով բանը որ տիպը հոմենակ այդ չասենք ասել է համես կանենք համենք անենք պատրաստվում համենանենք պատրաստվում համ փողոցային պայքարի ենք պատրաստվում համ պատրաստվում ենք արտահերթ ընտրությունների համ պատրաստվում ենք հերթական ընտրությունների լուրջ է ասում այդ պատրաստվելը ոնց է ուզ տեղի ունենում այդ եմ ուզում ասեմ ոնց եք պատրաստվում ժիմ եք անում ինչ եք անում ախպեր խոսքի ինչ ոնց եք պատրաստվում այդ պատրաստվելը որ դուք հիմա հանրությանը ասում եք հանրությունը ինչ պետք է պատկերացնի այդ պատրաստվում իրանք պատրաստվում են ինչ որ բան ինչ ոնց եք այդ պատրաստվում
Այսինքն դեից էլի արդեն մի քիչ տենց այդքան էլ ազնիվ չի այդ մասը։ Եվ բոլորը հելան այդ քոչարանական ադեպտները հելան աֆիլացված մարդիկ հելան ասին որ չէ դուք սխալ եք դուք մանիպուլացնում եք էսյան քոչարյանը ասել է որ չէ այնպես չի որ սպասում է լուրջ եք ասում բայնա Telegram ալիքը Ռոբերտ Քոչարյանի հետ ուղիղ աֆիլացիոն ունեցող Telegram ալիքը գրել է չենք թույլ տալու ոչ մի բան մինչև 2026 թիվ որտեվ սա տականք են շուն են սրիկա են ծախված են SNN են ախպեր չենք թույլ տալու լուրջ եք ասում այսինքն ես հելեմ փողոց ինչ որ մեկը կար ինձ թույլ չտա ես կհելեմ հենց տենամ այդ ոնց թույլ չեք տա ես ամեն ինչ կանեմ որպեսզի գեներացվի ճիշտ արդյունավետ առաջնորդություն ընդ որում այդ նպատակով նաև հրավիրել ենք Բագրատ Սրբազանին որպեսզի եթե տեսնենք որ ինքը այդ արդյունավետ բանով կարանք այդ արդյունավետությանը օգնենք ամեն ինչով կնպաստենք դրան այսինքն ինչ որ ես ինչ որ մարդ եմ բրթում չէ ես հակառակը ուզում եմ օգնածը լինեմ սաղին որ այդ թեմայի մեջ կմտնի ի տարբերություն քոչարանականների ես կուրք չունեմ բացարձակ իմ կուրքը կլինի այն մարդը որ կհանի Նիկոլ Փաշինյանին նույնիսկ եթե դա լինի Ռոբերտ Քոչարյանը ես խոստանում եմ որ այդ պայքսած Ռոբերտ Քոչարյանը կլինի իմ կուրքը եթե Ռոբերտ Քոչարյանը հիմա այս պահին սկսի որևիցե մի բան որը կլինի արդյունավետ երդվում եմ ձեզ ես կգնամ կանեմ այդ մարդու կողքը բայց ինքը իր առաջարկը հետեւյալն է սպասենք 26 թվին ես ինչ անեմ ժողովուրդ գնամ իրանց տուն նստեմ կողքը սպասեմ 26 թվին եկեք սաղով գնանք Ռոբերտ Քոչարյանից տուն նստենք սպասենք 26 թվին հիմա հասկացանք պարոն Քոչարյանը պարոն նախագահ որոշել է որ սպասի 26 թվին բա մեր գործողությունները որն ալնելու ինչ է նախատեսել մեր համար Ռոբերտ Քոչարյանը մենք ինչ պետք է անենք ինչ ենք անելու 26 թվին չգիտեմ այդ լավատեսությունից եմ ուզում որ 26 թվին հələ Հայաստանից մի բան մնացած կլինի ընդ որում ուզում եմ ձեզ նաև ձեր ուշադրությունը հրավիրեմ մի փաստի վրա որ այս պայդրությամբ 2026 թվականի ընտրությունների մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը իր շահերի տեսանկյունից էլ այն իր բաները ունի Էրդողանին ուղղված իր խոսքի մեջ ասում է 26 թվականի ընտրություններից հետո Էրդողան ջան մենք ձեր սաղ թուրքական ֆանտազիաները իրականացնենք ինձ ընտրեցրեք 26-ին ես բան կանեմ ձեր ուզածը կանեմ եւ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտում որովհետեւ Հայաստանի քաղաքական դաշտում Հայաստանում գտնվող քաղաքական դաշտում որովհետեւ այլ մարդ 26 թվականի ընտրությունների մասին չի խոսում են այդ երկու ուժերը ընդ որում չեմ ասում նույն նպատակով ենթադրում տարբեր նպատակներով իհարկե բայց այդ երկուսն են խոսում ես ուզեցի որ հանրությունը վերջապես տեսնի ինչի ես այդ արեցի այդ հա ինչի ես Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից տարվող այդ թաքուն այդ ատելությունն ու կռիվը դարձեցի հանրային ուզեցի որ հանրությունը վերջապես տեսնի ու հասկանա թե ինչի է ինքը 7 տարի շարունակ պարտվում Նիկոլին այդ դրա համար է պարտվում ինձ այս չի հակադրվել որևէ փաստ Քոչարյանի այդ փոքր 18 հոգանոց աջակիցները Նիկոլի ոճով սկսեցին ստեր տարածել իմ մասին հայոյել ինչ որ ֆոտոմոնտաժներ անել տարածել այդ մենք անցել ենք 18 թվին էլ ենք անցել 16 թվին էլ ենք անցել Սասնա-Ծռերով այսինքն այդ գործելավոճը Նիկոլի գործելավոճն է ինձ դա ոչ մի վնաս որևիցե չտվեց այդ ես ուզում եի որ մարդիկ տեսնեն այդ կեղտը այդ գհելրջերես մարդիկ տեսնեն որ այդպես բաներ է կատարվում մեր քաղաքական դաշտում այդ դրա համար մենք 7 տարի անդադ պարտվում ենք այդ 3 տարի անդիմությունը չի կարողանում միասնական մի հատ տեխնացու ճարի որի վրա իմպիչմենտ սարքի ու ձեզ ամեն օր խափում են համոզում են քյոլմերում են որ այդպես իմպիչմենտը չլնող բան է ժողովուրդ ջան տեխնացու չունի անդիմությունը որտեվ այս կատաղի կռիվը թույլ չի տալի որ ինչ որ մի տեխնացուի վրա համաձայնության կա այս է խնդրեմը ամբողջ խիա Նիկոլը ղեկավարում ձեզ մինչև հիմա որևէ առարկայական խոսակցություն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների կողմից այդպես էլ տեղի չունեցավ կրկնում եմ եղավ սուտ եղավ հայհոյանք եղավ անհիմն ինչ որ մեղադրանքներ հիստերիաներ ինչ որ եսի ինչեր այդ կանանց մոտ ինչ որ չգիտեմ ինչեր էր տեղի ունենում ես հետևում եի այդ կանանց
բաների, բայց տենց էլ որից է կոնկրետիկայի դաշտ չեկանք։ Հարգելի հանրություն, քաղաքական դաշտում, այս պահին ընդդիմադիր քաղաքական դաշտում, ընդդիմադիրների մոտ կա ռացիոնալիզմից երկու քաղաքական առաջարկ։ Ես ձեզ չեմ ասում որն է ճիշտ, որն է սխալ, դա իմ սուբյեկտիվ կարծիքը կլինի, չեմ էլ ուզում ձեզ պարտադրեմ։ Ես ձեզ երեխու տեղ չեմ դնում, էլի որ համոզեմ։ Ես վստահ եմ, որ հիմա ինձ նայողները չափահաս մարդիկ են։ Հնարավոր է շատերը ինձնից շատ ավելի խելացի են, շատ ավելի ամեն ինչ հասկանում են, ոչ մի բան ես չունեմ ձեզ պատմելու, ասելու։ Գոյություն ունի երկու առաջարկ։ Սենց արագ skip եմ անում, բերում եմ ձեզ սենց արդեն այն վերջնարդյունքը տալիս եմ, որ դուք ընտրեք։ Առաջարկ համար առաջին, որի ջատագովը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Ես հրապարակեցի նաև Telegram ալիքում, որ իրանք արդեն նաև սպառնում են, որ թե մեկը հելնի փողոց բան, պետք է իրան տենց այդ մեկին վերացնել եւ լուր նստել սպասել 26 թվին։ Դա այդ առաջարկը 26 թվի ընտրությունների հերթական ընտրությունների սպասումն է։ Որտեղ ասում եմ ձեզ, ենթադրում եմ, սա իմ ենթադրությունների դաշտից է, Ռոբերտ Քոչարյանը փորձելու է նորից նույն 21 թվի սցենարը կրկնի, գա վերջին դիմադիր դաշտի առաջնորդության այդ թիկնոցը, ձեզ ասենք կրելու եմ, ինչ-որ մարդկանց ակնարկի, որ հեսա Պուտինը գիտի ես իմ ինչ, ու տենց այդ սաղ այդ թեման նորից նույն ձևի կրկնվի, այդ ենթադրում եմ, այդ է ուզում ինքը։ Բայց նաև ենթադրում եմ, որ դա իրան չի հաջողվելու, որովհետև այն ինչ որ ինքը արեց 21 թվին, դա իրականում նաև իր հեղինակությանը մեծ իմ կարծիքով վնաս տվեց եւ 21 թվից հետո իմ կարծիքով ճիշտ եւ կլներ եւ լավ կլիներ, որ լրիվ ուրիշ գործել է ոչ լիներ, ավելի չեսնի, տենց համախմբումներ լիներ, բայց դա չեղավ։ Այդ առաջարկը մի հատ սпасել 2026 թվական։ Ես չլինեմ։ Կարող է ճիշտ է սпасելը։ Չեմ ասում ճիշտ է, թե սխալ, ես իմ կարծիքը ունեմ, ես ձեզ իմ կարծիքը այս պահին չեմ ասում։ Եվ երկրորդ առաջարկը դա փողոցային պայքարի գեներացումն է իմպիչմենտի պահանջով եւ որը հնարավորություն կտա այս պայդրությամբ կանխել Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Խոսքը գնում է արդյունավետ, ռացիոնալ, մտածված, վճռական առաջնորդություն ունեցող, իրական համախմբում ունեցող, օրակարգի շուրջ իրական համախմբում ունեցող պայքարի մասին։ Այդ պայքարը պիտի կտրուկ տարբեր լինի այս մինչև 7 տարվա բոլոր պայքարներից։ Իհարկե նաև այդ պայքարների փորձերն էլ է պետք հաշվի առնել, ներգրավել, այդ մարդկանց ովքեր այդ պայքարների առաջնորդության մեջ են եղել, այդ մարդկանց հետ էլ է պետք հաշվի նստել, նրանց մեջ ազնիվ մարդիկ կան, այդ փորձն էլ է անգին փորձ, պետք է այդ բոլորով միասին իրական միասնականության, գաղափարային միասնականության շրջանակներում ձևավորենք ռացիոնալ պայքար, ես ձեզ հավատացնում եմ, եթե մենք ճիշտ առաջնորդային հարթակը ճիշտ ձևով մենք հանրությունով ձևավորենք, լավ լուրջ միասնականություն, մաքուր, ոչ թե փդած, թարախոկալած, թույնավոր միասնականության, այլ իրական միասնականություն, եթե ապահովենք, այդ Նիկոլ Փաշինյանի հեռանալը տեխնիկական հարց է, ես վստահեցնում եմ։ Երդվում եմ ձեզ, ես չեմ հավատում, որ բոլորը ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը գնա, խոսքը ընդդիմադիր քաղաքական դաշտի մասին է, ու Նիկոլ Փաշինյանը չի թում ախպետ, այս չի լում ժողովուրդ, որ մեր մեջ կան մարդիկ, ովքեր այդ չեն ուզում։ Հիմա ավելի լավ է մենք այդ մի հատ sense որոշակի չափորոշիչներ դնենք, այդ չափորոշիչներով կպնենք իրար, գլուխ բերենք այդ գործը։ Որը իմ կարծիքով վստահ եմ ասում ձեզ, գոյություն ունի աշխարհակաղակական պատուհան հիմա։ Լավ, sense ասեմ, իմ կարծիքով եթե Նիկոլ Փաշինյանը 2026 թվական մինչև կառավարեց, ինքը կառավարելու է 2026 թվականից հետո նաև։ Այսինքն մեր այսօրվա խնդիրը թույլ չտալ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասնի 26 թիվ, հասավ 26 թիվ ինքը դաշել է, ընտրություններն էլ է հաղթահարելու ու կառավարելու է։ Այսօր գոյություն ունի, կրկնում եմ, աշխարհակաղակական պատուհան Նիկոլ Փաշինյանից ազատվելու, եթե մենք էսի բաց թողեցինք այս պատուհանը, 2026 թվականի ընտրությունները կլինեն հերթական, կրելու ենք, չենք կրելու բան այս ոչի մեջ ինչ որ process
մի հատ այնպես քիփլիկ խմբակցություն, որը բացարձակը ոչ մի ՕԳԳ չունի, բացի քաղբանտարկյալներին այցելության ֆունկցիայից օգտակար ընդ որում։ Էս ալնելու։ Ես նաև ուզում եմ, որ այս խոսքը լսեն, մտածեն Հայաստան Դաշինքի պատգամավորները այս իմ ասածի շուրջ, բացարձակ որովհետև իրավորական բան չեմ ասել եւ չեմ ասում իրանցից ոչ մեկի նկատմամբ։ Եթե տենց բան են նկատել, ապա հրապարակային ասում եմ կներեք, ես չեմ ուզում ոչ մեկի հետ կռվեմ։ Իմ հակառակորդը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եի, որ այս process-ը տենց հելմի ջրի երես, բոլորը դա տենան, ամեն մեկը կայացնի իր անձնական որոշումը։ Գնալ քաղաքական ինքնասպանության, որտեվ դա անհատական է լինելու, այդ ինչ որ պահի դա լինելու անհատական որոշում։ Խոսքս պատգամավորներին է վերաբերվում։ Անհատապես որոշում է կայացնելու ամեն պատգամավոր, խմբակային չի լինելու, որ այդ խմբակային հայտարարության տակ թաքնվեն։ Չեմ, դա չի լինելու։ Անկեղծ ասում եմ, իզուր տենց փորձեր չանեք, ամեն ժամ խմբակային խմբակցությունը մի հատ ինչ որ հայտարարություն տարածի, հետո ցավ ասեն, մեր խմբակցության հայտարարությունում ամեն ինչ ասված է, չէ՞, ամեն մեկը հատ-հատ պատասխանելու է հարցերին եւ անձամբ պատասխանատվություն ակարելու հանրության առաջ բոլոր պատգամավորներին վերաբերում այդ թվում նաեւ Հայաստանի Դաշինքի եւ պատիվ ունեմ Դաշինքի պատգամավորին անձնապես անհատական պատասխանատվություն ստանձնելու իր քաղաքական դիրքի դիրքորոշման համար սпасել 2026 թվականին նստել սпасել թե այսօր արդյունավետ պայքար գեներացնել հավաքվել իրար կողք կհավաքվել ես դուք բան բոլորով կպնենք ու արդյունավետ պայքար գեներացնենք ես ձեզ ասում եմ կա արդյունավետ պայքարի ձև միջոց կացարագիր եւ անպայման կան վճռական լիդերներ այդ թվում նաեւ ձեր մեջ արգելի Հայաստան Դաշինքի ժողովուրդ պատգամավորներ ձեր մեջ կան մարդիկ այնպես չէ որ բանա այդպես մենք մերոնցով ենք մենակ լնելու տենց ինչ-որ sense այսքանը քրոնոլոգիան է տա եղել այս հարցակումների այս բաների իմ կարծիքով ես մերթմետ այս ամեն ինչին կանրադառնամ եթե ես տեսնեմ որովիցե մեկը Քոչարյանն հետ աֆիլիացվող ինչ որ տեղ ինչ որ անդրադարձ անի ես ամեն օրյա ռեժիմով անդրադարձ կանեմ այս լիքը իմ բաց այս պայդրությամբ նաև չասած թեմաներին 2021 թվականի ընտրությունների թեմաներին ոնց որտեղ ինչ բան երբ անուններով 18 թվականի հեղափոխությունից լիքը բաներ ունեմ ձեզ պատմելու որը մեզ թեթև ակնարկեցի այն անգամ սենց սախ ինչ որ խառնվան իրար որտեղ իսկ էդի տենց ասեմ ձեզ մենակ այդ չէ լիքը բան կար ասելու լիքը շատ անուններ կար տալու Ունես որ Ժորժ ջան, եկեք առաջարկս հետևյալն է, անցյալից մի հատ այնպես դուրս գանք, կարաք բացեք YouTube-ում կա այդ Նիկոլին բերողները, առաջադրողները, քվեարկողները ովքեր են։ Արագ մի հատ նայեք, այդ ամեն ինչը ցույցերը մի հատ վերհիշեք, այդ ձեր բոլորի ընդ որում առանց բացառության ցույցերը, ու եկեք հիմա այդ սաղ թողենք մի կողմ, ախպեր, կպնենք Եթե ով ուզում է հանի Նիկոլին, կպնենք հանենք, ես ասում եմ, կա ձև, գոյություն ունի ձև, պատրաստ եմ այդ ձևի շուրջ, լյուբոյ պատգամավորի հետ հանդիպել, քննարկել եւ այլ։ Այդ ամեն ինչը իմ կարծիքով ավելի արդյունավետ է կենտրոնանալ Նիկոլ Փաշինյանի հերացման ձևի ու դրա շուրջ քննարկումների վրա։ Ովքեր ուզում են պայքար գեներացնեն, բարով գան կամեր 23 փապ, վաղը ժամը 19:30 արդեն տեղերը փակ են, ժողովուրդ էլ ոչ մեկի չեն կարող ամրագրենք, տեղը արդեն քիչ է։ То есть արդեն կայնած են մարդիկ էլի ամրագրում են, որ ոչինչ ես կգամ կկանգնեմ բան, այս տիպի։ Մնաց հաջորդ հավաքի մասին դες նախապես կտեղեկացնեմ։ Եկեք համեցեք, նստենք։ Իրար հետ հասկանանք ինչ ենք անում։ Լավ մնացեք, այսքանը հաջորդի վելի կհանդիպենք։